Սինոպսիս Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյան, ով կպատմի ինչպես ստանալ համաշխարհային ստանդարտներին համապատասխան որակյալ կրթություն Հայաստանում։ Այսպիսի հետաքրքիր թեմա։ Ողջունում եմ ձեզ, բարի երեկո, բարի գալուստ, խնդրեմ։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին նման միջոցառում իրականացնելու։ Ճիշտ ասած, երբ ինձ սկզբից ասեցին այս կոնֆերանսի մասին եւ հրավիրեցին, ես իմ համաձայնությունը տվեցի, բայց չէի մտածում, որ այսքան պատանիներ, երիտասարդներ կլինեն, այսքան փայլող աչքեր, որը շատ լավ է, շատ հաճելի է։ Սինոպսիսը համաշխարհային առաջատար ընկերությունն է միկրոսխեմաների, կիսաօրչային միկրոսխեմաների նախագծման ասպարեզում, ժողովրդական լեզվով ասած, չիփ դիզայնի ասպարեզում։ Եվ ունի 48 երկրներում 100-ից ավել իր ստորաբաժանումները, դրանցից մեկն էլ Հայաստանում է եւ արդեն 17 տարի է։ Նախանցյալ տարի մենք բավական հանդիսավոր ձևով տոնեցինք մեր 15-ամյակը եւ այս տարիների ընթացքում բավական մեծ հաջողությունների ենք հասել, շուրջ 1000 աշխատող ունենք, դա ֆանտաստիկ ուրեմն ցուցանիշ է Հայաստանի պայմաններում, քանի որ այդ 1000 ինժեներները աշխատում են համաշխարհային լիդերի օֆիսներում։ Եվ ասեմ, որ Միացյալ Նահանգներից հետո, որպես կոնսոլիդացված ստորաբաժանման, Հայաստանը այս 17 տարիների ընթացքում դարձել է երկրորդը։ Ճիշտ է, Չինաստանում եւ Հնդկաստանում ավելի շատ մարդիկ են աշխատում, ավելի շատ ինժեներներ կան, բայց մի քաղաքում կենտրոնացված Երևանում նկատի ունեմ, ըստ էության Միացյալ Նահանգներից հետո Հայաստանը երկրորդն է։ Բայց մինչև սինոպսիսի մասին խոսելը, ես ճիշտն ասած կուզենայի մի քիչ խոսենք կրթության մասին, որտեվ հենց կրթությունն է, որակյալ կրթությունն է, որը պատճառ է դարձել, որ Սինոպսիս Արմենիան ընդհանրապես ստեղծվի եւ կայանա։ Կրթության մասին շատ են խոսում, վստահ եմ դուք էլ եք շատ խոսում դրա մասին, անընդհատ խոսվում է, չգիտեմ, տարբեր բանավեճեր ենք լսում, կրթություն, լավագույն կրթություն, որակյալ կրթություն, բայց ինչ է որակյալ կրթություն, այդպես էլ դրա բանաձևը ոչ ոք հստակ չի կարողանում տալ, որովհետև երբ որակյալ է արտադրանքը, բոլորին հասկանալի է, որ արտադրանքը որակյալ է, մարդ դա ընկալում է, ինքը դա տեսնում է, իր ճաշակին համապատասխան, իր ընկալումներին համապատասխան, ինքը որակավորում է։ Իսկ որակյալ կրթություն ասելը, ճիշտն ասած, մի քիչ այսպես դժվար, թվում է թե շատ հեշտ է ասել որակյալ կրթությունն ինչ է, հա, եթե մենք հիմա մի 2 րոպե իրար հետ բանավիճենք, մի հատ ինչ-որ ֆորմուլա կանարենք, բայց տեսեք, Հայաստանում կան այսօր էլիտար դպրոցներ, էլիտար մանկապարտեզներ, էլիտար մսուրներ, էլիտար մսուրներ, եւ թվում է թե այդ էլիտար դպրոցները իրենք որակյալ հանրակրթության ասպարեզում որակյալ կրթություն են տալի, այսինքն ինչքան դպրոցի անունը այսպես հայտնի է, ինչքան նրա մասին շատ են խոսում, դա նշանակում է ինքը ավելի որակյալ կրթություն է տալի, բայց հետո պարզվում է, որ այդ դպրոցի ավարտողներից շատերը, որոնք ըստ էության լավ գնահատականներ էին ստանում այդ դպրոցում, հետո ընդունվում են տարբեր համալսարաններ, էլի լավ գնահատականներ են ստանում, բայց հետո բուհը ավարտելուց հետո պարզվում է, որ իրանք այնքան էլ պահանջարկված չեն գործատուի կողմից, իրենց մասնագետը։ Հիմա այստեղ նստածներից շատերը երևի կվկայեն, որ դա իսկապես այդպես է, որտեղ գործատուն այսօր պահանջ ունի որակյալ կադրերի, փորձառու կադրերի։ Հիմա պատկերացրեք, շրջանավարտ, մենք 1000 հոգի, արդեն ասեցի, որ 1000 ինժեներներ են մեր մոտ, բարձր որակավորում ունեցող ինժեներներ, եւ նոր շրջանավարտները բուհերը ավարտված գալիս են մեզ մոտ ուզում են աշխատանքի ընդունվեն, չգիտեմ, դիմում են, հետո երկար սպասում են, շատերի մոտ այնպեսի տպավորություն է, որ հասարակ մահկանացումները սինոպսիսում չեն աշխատում, բա իրանք ոնց պետք է հայտնվեն այնտեղ եւ այլն։ Հետո իրանց ասում ենք, որ դուք որակյալ պետք է լինեք, դու փորձառու պետք է լինեք, իրանք էլ բնական է հիմնական ռեակցիան հետեւյալն է։
բայց այդ փորձառությունը որտեղ ձեռք բերենք։ Մենք ինչ որ բանից պետքա սկսենք, չէ՞։ Ինչ որ միտեղ պետքա սկսենք աշխատել։ Խորհրդային տարիներին կար մի էլիտար դպրոց։ Դա համալսարանից ֆիզմատ դպրոցն էր։ Ես ինքս ավարտել եմ այդ դպրոցը։ Էլիտար ինչ առումով, որ ինքը շատ տարբերվում էր մնացած բոլոր դպրոցներից։ Ինքը նաև գիշերօթիկի ստատուս ուներ, որտեվ այնտեղ էին սովորում նաև տարբեր շրջաններից, մարզերից եկած աշակերտներ, բայց հետաքրքիրը նա էր, որ այնտեղ շատ արագ մաղվում էին։ Օրինակ մի տարի հետո, եթե դու լուրջ գիտելիքներ չունես բնագիտության ասպարեզում, ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա եւ այլն, մի տարի հետո մաղվում էին, այսինքն անիմաստ էր շարունակել սովորելը։ Եվ բնական է այնտեղ ավարտած մարդիկ շատ հեշտությամբ ընդունվում էին խորհրդային միության տարբեր բուհերում եւ այլն եւ այլն։ Տեսեք, Ֆրանսիայում, Սկանդինավյան երկրներում, մի շարք եվրոպական առաջատար երկրներում չկա էլիտար հասկացողություն, էլիտար կրթություն, էլիտար դպրոց։ Չկա։ Իսկ Սկանդինավյան երկրներում հանրակրթության ասպարեզում, օրինակ Ֆինլանդիան աշխարհում առաջի տեղում է գտնվում տարբեր ցուցանիշներով։ Առանց էլիտար դպրոցների արկայության։ Այնտեղ համաչափ զարգացումները, համաչափ կրթական ծրագրեր են, ոչ մի դպրոց մեկից ավելի լավ պայմաններում պետքա չլինի, բոլորը պետական հոգացության տակ են։ Բայց արդյոք մենք կարող ենք այս մոդելը կիրառել Հայաստանում, մեր սուղ միջոցներով։ Կարծում եմ շատ դժվար կլիներ, որտեղ դա պետությունը լուրջ ինքը պետք է մասհանումներ անի, բյուջեում գումարներ ունենա, որպեսզի լրջագույն պայմաններ, նմանատիպ պայմաններ ստեղծի եւ գյուղերում, եւ ավաններում, եւ քաղաքներում։ Էլ չեմ ասում կրթական ծրագրերի մասին։ Հիմա ինչ է ստացվում։ Մեր մոտ մենք ունենք դպրոցներ, սովորական դպրոցներ, որտեղ այսպես ասած սովորական երեխաներ են սովորում, սովորական ես շակերտների մեջ եմ ասում, ուսուցիչներ են դասավանդում, շատ ցածր աշխատավարձներում։ Հետո մենք ասում ենք, որ չէ, եթե ուզում եք լավ կրթություն ստանալ, գնացեք էլիտար դպրոցներ, որտեղ ուսուցիչները մի քանի անգամ ավել են ստանում, ինչի հաշվին վարձավճարների։ Այսօր մենք դպրոցներ ունենք, որ մի քանի անգամ ավել են այդ վարձավճարները, քան համալսարաններում։ Եվ ինչ է ստացվում, դա այդտեղ այդ դպրոցներում կարող են սովորել միայն ունևոր ընտանիքի երեխաներ։ Այս ինչի է խորհրդային տարիներից ֆիզմատ դպրոցի օրինակը բերում, որ այնտեղ իմաստ չուներ, ուղղակի շարունակել, եթե դու չես համապատասխանում։ Մի տարվա մեջ կարող էին մաղվել այդ առումով։ Ինչ վերաբերում աշխատավարձերին, դե գիտեք, պետության, հա, հիմա կրթության հետ կապված ընդունված է ասել, որ ամենակարևոր ուրեմն կրթության առումով, դաստիարակության առումով ամենակարևոր հանգույցը ընտանիքն է, իհարկե։ Միանշանակ։ Այդ ընտանիքումն է ձևավորվում երեխան։ Երկրորդ դպրոցը, երրորդ օրինակ ինչ կարծիքի եք, իմ սերունդի կամ ինձանից հետո եկող, ասենք, սերունդի համար որ հանգույցներ կարևոր, ասենք, լավ ասեցինք, ընտանիքը, դպրոցը, հա? Բակը։ Հիմա այսօր դուք ապրում եք տարբեր փողոցներում եւ տարբեր շենքերում, քանի անգամ եք ձեր պատշգամբից, պատուհանից նայել եւ տեսել երեխաները խաղում են։ Համարյա երեխա չկա։ Չեն խաղում։ Ես կարծում եմ, որ բակը լրջագույն դաստիարակչական, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, լրջագույն դաստիարակչական ինքը ֆունկցիա ուներ։ Ես մինչև հիմա հիշում եմ այդ խաղերի անունները, ինչ խաղեր էին խաղում, չգիտեմ, չլիկ դաստայեշ միլիցա, չգիտեմ, տարբեր ինչ-որ խաղեր, եւ այլն, եւ դժվարությամբ էին գնում տուն, բայց գնալուց էլ, ասենք, բնական է դասերը տեիր ինչ-որ ժամանակ պատրաստ փորձում այդ դրան ժամանակ, բայց բակը մի շատ կարևոր ֆունկցիա ուներ։ Բակը նաեւ սովորեցնում էր արժանապատվորեն պարտվել։ Օրինակ իմ ընկերներից իմ կողմից շատ հարգված Սմբատ Լպուտյանի հետ մի օր խոսում էինք շախմատի մասին, ասեցի դե շախմատը շատ խելացի խաղ է, ինտելեկտուալ խաղ է, մարդկանց տրամաբանություն, ինքը ասեց դու մի բան մոռացար, շախմատը սովորեցնում է արժանապատիվ ձևով պարտվել։
Մենք չենք սիրում պարտվել արժանապատիվ ձևով։ Ընդհանրապես, դա մարդկային հարաբերությունների մեջ նույնի։ Դա շատ կարևոր է իրականում, շատ կարևոր է։ Այսօր ինչ ասեմ, ասենք երեխաները գադջետները, այդ պլանշետները, երեխային ասենք գիրք են տալի, գրքի վրա սկսում է մարդեն ձեռքով այդ նկարները, որ պետք է բան անեն, ասենք զարմանում է, որ գիրքը այդ բանը չունի։ Չգիտեմ, մի կողմից երեխան շատ զարգանում են, բնական է, շատ արագ է տեղի ունենում իրանց զարգացվածության այդ աշխարհը, բայց այդտեղ մի հատ ուրիշ խնդիր կա։ Արդյոք նույն տեմպով զարգանում են նրանց դասավանդող ուսուցիչները մանկապարտեզներում, դպրոցներում։ Ես ինքս լսել եմ շատ դեպքեր, երբ դպրոցում աշակերտները տարբեր դասարանի իրանք ուղղակի գերազանցում են իրանց գիտելիքներով եւ գիտելիքներով միայն ինֆորմացիայով, որտեղ ինֆորմացիան շատ կարեւոր է։ Եթե ուսուցիչին հարց են տալիս, ուսուցիչը չի կարողանում այդ հարցին պատասխանի լսարանում, դասասենյակում, այդ ուսուցիչը կոմպլեքսավորվում է։ Նախ իր մոտ էլ հակազդեցություն է ստեղծում այդ աշակերտի նկատմամբ, որ դու ես ինչ վիճակի մեջ ես ինձ դնում։ Հետո աշխատավարձների առումով։ Տեսեք, մեր մոտ կա եթե չեմ սխալվում 35,000 հաստիկ կա ուսուցիչների դպրոցներում ամբողջ Հայաստանում, բայց 45-50,000 ուսուցիչ։ Այսինքն պետությունը սոցիալական հարց է լուծում իր համար։ Ասում եմ քիչ ստացի, բայց տնից դուրս արի, էլի գոնե տունը մի նստի, սիրելի ուսուցիչ, քիչ աշխատավարձով եւ այլն։ Իսկ այն երկիրը, որտեղ աշխատավարձ ուսուցիչի քիչ է, ես չեմ կարծում այդ երկիրը լուրջ ապագա ունի։ Օրինակ Թուրքիայում ո՞նց եք կարծում, ամենաբարձր աշխատավարձը ովքեր են ստանում։ Ուսուցիչները, ճիշտ եք։ Իսկ ուսուցիչների մեջ հանրակրթության ամենատարրական դասարանի ուսուցիչները։ Հետո նոր գալիս են բժիշկները, իրավաբանները եւ այլն եւ այլն։ Այսինքն սա ի՞նչ է դուրս գալիս։ Հիմա ես չեմ ուզում ստեղ Թուրքիային, չգիտեմ, այսպես ռեկլամանեմ այդ առումով, դրա ժամանակը չի, ոչ էլ պետք է բնական է։ Բայց երկիրը մտածում է իր ապագայի մասին։ Այսինքն խնդիրը հետեւյալն է, եթե դու մտածում ես քո ապագայի մասին, որ դու կրթես, դաստիարակես սերունդ, ապագայի սերունդ, դու պայմաններ ստեղծես եւ ցույց տաս, որ ուսուցիչի, դասախոսի աշխատանքը ինքը հարգված է։ Ես նաև հանդիսանում եմ ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը, հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ եւ դասավանդում եմ նաև։ Եվ այսպես ցավով եմ արձանագրում, որ լավագույն շրջանավարտները, որ մնում են նույնիսկ ինստիտուտում, լաբորատորիաներում, մի քիչ հմտություն ձեռք բերելով միանգամից գնում են մասնավոր ընկերություններ։ Մարդ չի մնում բուհում։ Այսօր մանկավարժական համալսարան ընդունողներին համարում են անհաջողակ։ Ոնց ընդունվել ես մանկավարժական։ Արա, բայց չէիր կարող մի հատ նորմալ համալսարան ընդունվեիր։ Իսկ մանկավարժական համալսարանը հիմնական այն դարբնոցն է, որ ուսուցիչները չէ պատրաստում։ Այսինքն հեղինակազրկված է բացարձակ այդ բան։ Ես պատահական չի, որ խորհրդային տարիներից օրինակներ եմ բերում, վերջապես այդ ֆարմացիայի պրոդուկտն եմ նաև, բայց ես լավ հիշում եմ, երբ որ մեր բակ մտնում էր մեր շենքում ապրող ուսուցիչը, դպրոցի ուսմասվարը կամ շենքի բակ, ել չեմ ասում բանը, դպրոցի տարածք։ Մենք նախ եթե նստած էինք, կանգնում էինք։ Այստեղ հիմա բան մի անունները չասեմ, համալսարանի ռեկտորներից մեկը տարիներ առաջ մի բան պատմեց, ասում է բան ամառային ճամբար ունեինք, ընկերոջս հետ ասում է տենց գնացել էինք եւ այդ ամառային ճամբարում այդ ուսանողներից մեկը սենց վազելով բան եկավ, ասում է տենց այդ ընկերս արդեն այդ չես ճանաչում ումը։ Նայեց, ասում է նայեց, այդտեղա ձեր համալսարանի ռեկտորն է։ Ասեց, հա, ես էլ ասում եմ դեմքը որտեղից է ծանոթ։ Մեր ժամանակ ասի համալսարանի ռեկտորին տեսնել, համալսարանի ռեկտորի հետ երկու բառ խոսալ։ Գիտեք ինչ, խնդիրը բանը, որ հանրության մեջ, ես ինչի եմ այսքան սրա մասին խոսում, որովհետև եթե մենք չհասկանանք կրթության որակը ինչը եւ ինչ սկզբունքներ ունի ինքը, ոնց է առաջանում այդ որակը, որտեվ այդ որակի շնորհիվ է, որ մենք պետք է ընդհանրապես որակ արձանագրենք։ Իսկ այսօրվա դարում առանց որակյալ կրթության մենք պատերազմներ էլ տանուլ կտանք,
մենք արտագաղթի լուրջ խնդիրներ էլ կունենանք, մենք նաև այստեղ մարդկանց մոտ հավատը, որ ինքը իր երկրում կարող է ստանալ նեղ մասնագիտական համաշխարհային ստանդարտներին համապատասխան կրթություն, այդ մարդու մոտ չի լինի։ Բայց կան օրինակներ։ Սինոպսիսը դասական օրինակ է այդ առումով։ Այն 1000 ինժեներները, որոնց մասին ես ասեցի, իրենք սովորել են սինոպսիսի համագործակցության բուհերում ստեղծված ամբիոններում։ Պոլիտեխնիկում ստեղծված ամբիոնը գտնվում է մեր ընկերությունում, պետհամալսարանում, սլավոնականում, եվրոպական ակադեմիայում ստեղծված ամբիոնները գտնվում են համալսարաններում։ Ամբողջ 4 տարի, 2 տարի բակալավրական, 2 տարի մագիստրոսական ծրագրով ուսանողները սովորում են կրթական ամերիկյան ծրագրերով տեղայնացված Հայաստանում եւ մեր լավագույն մասնագետներն են դասավանդում նաեւ այնտեղ, որովհետեւ համալսարանի դասախոսները հնարավորություն չունեն իրանք այդ հմտությունները չունեն եւ դա լավ օրից չի։ Ես մեկ-մեկ ճիշտ ասած ունենում եմ նաև շատ դառը խոսակցություններ այդ առումով այլ բուհերի ղեկավարության հետ, որտեվ մեր օրինակը շատ կլասիկ է այդ առումով։ Միշտ որ ասում են այս բուհը լավն է, այս սրանից լավն է, այնի նրանից լավն է, բա ամերիկյանն արա դու գիտես ամերիկյանը ինչ է։ Եթե շրջանավարտը բուհը ավարտելուց հետո իր մասնագիտությամբ աշխատանք չի գտնում, ուրեմն այդ բուհը վատն է։ Եթե շատերն աշխատանք չեն գտնում, ուրեմն այդ բուհը շատ վատն է։ Դրա համար ռեկտորները, երբ որ իրանք, ես պոլիտեխնիկի ռեկտորին եմ անդադ ասում, որ դու պետքա ուշադրություն հենց դրա վրա դարձնես, որ քո պրեզենտացիաներում հիմնական ցուցանիշը պետքա լինի սա, որ այս տարի այս մասնագիտություններով մեր մոտ ավարտել են այսքան շրջանավարտ, որոնցից այսքան տոկոսը իր մասնագիտությամբ գտել է աշխատանք մասնավոր հատվածում։ Տեսեք, մենք այս ամբիոնները, որ ասեցի, ամեն մոտ 400 ուսանող ունենք, 200 ուսանողը պոլիտեխնիկի լավագույն ուսանողներն են, որոնք երրորդ կուրսից 4 տարի սովորում են մեր ծրագրերով, եւ այն 200-ը պետհամալսարան սլավոնական եվրոպական։ Հիմա ինչ կարծիքի եք, մեր այս ծրագրով անցնող ուսանողներից, որ այդ բուհերը ավարտում են, քանի տոկոսն են անմիջապես աշխատանք գտնում։ Բոլորը Շնորհակալություն, դուք ճիշտ եք, 100%-ը։ Շատ լավ արձագանք եղավ, որ ոլորտից է կախված։ Տեսեք, մեր ոլորտը հիմնական հարկատուները Հայաստանի մեր ոլորտից չեն։ Հիմնական հարկատուները նաև տեսեք, մեր պղնձամոլիբդենային գործարանները, հանքարդյունաբերություն եւ այլն, չէ՞։ Հիմա պոլիտեխնիկում կա լեռնամետալուրգիական ֆակուլտետ։ Այդ մասնավոր ընկերություններից քանիսն է այս տարիների ընթացքում եկել բուհի հետ համագործակցություն սկսել, որպեսզի նախապատվորեն իր համար կադրեր պատրաստի։ Համարյա ոչ մեկ։ Լավ, քիմիականի հետ կապված բան չեմ, որտեվ քիմիականում մի կատաստրոֆիկ վիճակ է, այնտեղ բաները, դասախոսներն ավելի շատ են, քան ուսանողները։ Որտեղ պահանջարկ չկա քիմիա, ցավոք չկա այդ պահանջարկը, որտեղ խորհրդային տարիներին հզոր ինդուստրիա կար քիմարդյունաբերության։ Հիմա չկա, բայց լեռնամետալուրգիայում, բայց ես համաձայն եմ ձեզ հետ, որտեղ ոլորտը ունի այդ նրբը, որտեղ տեսեք, պղնձամոլիբդենայի ղեկավարության հետ խոսում ենք, ասում եք, գիտես ինչ, բերենք այդքան ներդրումներ անենք, բայց մեզ պետք է ասենք մի 10-15 որակյալ ինժեներ, մնացածը բահ բռնող են մեր մոտ։ Այսինքն բանը, տենց ոչ որակյալ աշխատանք է պահանջվում։ Ինչի այդքան ներդրումներ անենք։ Մեզ մոտ այո, համաձայն եմ ոլորտային առումով կա այդ խնդիրը։ Հիմա տեսեք, այն 1000 հոգի, որ մեր մոտ աշխատում են, իրենց երկրում ստացել են լավագույն կրթությունը նեղ մասնագիտական, որ կարելի է ստանալ աշխարհի ցանկացած երկրում։ Դրա համար պետք չի գնալ եվրոպական երկրներ, Միացյալ Նահանգներ, Ստենֆորդ, չգիտեմ, Հարվարդ եւ այլն։ Այստեղ են ստանում այդ կրթությունը։ Այս մեր ամբիոններում։ Եվ սինոպսիսի համար այսօր սինոպսիս Արմենիայի կրթական ծրագրերը իրենք բան են, բրենդային են, այսինքն մենք տարածաշրջանային կենտրոն ենք սինոպսիսի համար կրթական ծրագրերի արտահանման տեսանկյունից։ Սա
վերջապես դա հենց այնպես չի եղել, չէ՞։ Դա այս 17 տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ է։ Այս տեսնում եմ մեր ընկերության մի շարք աշխատակիցներ, բոլորին ողջունում եմ եւ կարծում եմ, որ իրենք իմ հետ համաձայն են, որ մենք տեսեք շատ կարևոր է, երբ որ մենք նախորդ պրեզենտացիայում խոսում ենք հեքիաթների մասին, չէ՞։ Նուշիկյանը իմ լավ ընկերոջ որդին այսօր պրեզենտացիա էր անում Երևան պարկի եւ հարցադրումներն էլ են, ինչ պետք է անել, պետք է հավատալ։ Մեր հիմնական գաղտնիքը բանաձևը, թե ինչպես մենք 17 տարվա մեջ այդպես հաջողությունների հասանք, դա նա է, որ մենք միշտ ավելի մեծ նշաձողեր ենք դրել մեր առաջ։ Միշտ։ Եվ եղել են դեպքեր, որ ոչ ոք չէր հավատում, որ մենք դա կանենք։ Օրինակ, համաշխարհային ներդրումների համար ՏՏ ոլորտում այդ պետական մրցանակի մասին ովքեր են տեղյակ, խնդրում եմ ձեռք բարձրացնեն։ Շատ քչերը։ Երևի դա մեր թերացումն է։ Ամեն տարի համաշխարհային լեգենդների մեկը միջազգային հանձնաժողովի կողմից ընտրվում է լաուրեատ եւ գալիս է Հայաստան։ Առաջինը դա Բիլ Գեյթսը էր, ճիշտ ասած, իր հետ բանակցություններ էր գնում 10 տարի առաջ, բայց մեր համար շատ կարևոր էր այդ առաջի 3 մրցանակակիրները ովքեր են։ Եվ Քրեյգ Բարեթն էր առաջինը։ Խարիզմատիկ շատ կերպար, Intel կորպորացիայի նախագահ։ Intel կորպորացիա, որտեղ մոտ 200,000 հոգի մարդ է երևի աշխատում եւ աշխարհի հզորներից, որը 3 օրով եկավ Հայաստան այդ մրցանակը ստան։ Դրանից հետո մենք որոշեցինք Ստիվ Ջոբսին։ Բայց ցավոք Ստիվ Ջոբսի առողջական վիճակը թույլ չտվեց եւ մենք մրցանակը տվեցինք Ստիվ Ոզնյակին, գիտեք, Ստիվ Ոզնյակը եւ Ստիվ Ջոբսը։ Եվ Ստիվ Ոզնյակը 2011 թվականին եկավ Հայաստան այս մրցանակը ստանալու։ Դրանից հետո լեգենդար անձնավորություններ էին։ Այս տարի սեպտեմբերի 28-ին Սինոպսիսի նախագահ Սիոն Չիֆունչյանն է այդ մրցանակը ստանալու, բայց դա 2020 թվականին էր։ Հիմա ես ինչի եմ այս ասում, հա, 11 լեգենդներ աշխարհի եղել են Հայաստանում ամեն տարի։ Երբ մենք ուզում էինք սա, ասեցինք, որ սենց բան ենք ուզում, ոչ ոք չէր հավատում, բայց խի պետք է գան այդ մարդիկ։ Նույնիսկ կարծիքներ կային, ասում էին 1 միլիոն մրցանակային ֆոնդ լինի։ Այն մարդիկ, որոնք դրա մասին էին խոսում, մենք ասում ենք, ախր ոնց, ինչ 1 միլիոն ինչ։ Ակնկալվում է, որ այն մարդիկ, որոնք պետքա գան, հիմնականում իրենց սեփական ինքնաթիռներով են գալու։ Ինչ 1 միլիոն, այսինքն Բիլ Գեյթսին կամ Ստիվ Ոզնյակին ասենք 1 միլիոնանոց մրցանակ կա, դու պետք է գաս Հայաստան։ Ոչ։ Խնդիրը ուրիշ կերպ պետք է գեներացվեր։ Եվ մենք ոչ ոք չէր հավատում, բայց մենք դա արեցինք։ Եվ նմանատիպ այլ ծրագրեր։ Դրա համար շատ կարևոր է, որ դու քո առաջ դնում ես այդպես անհասանելի, թվում է թե ոչ ոք չի հավատում, դու մեկ-մեկ դու էլ չես հավատում, բայց հասնում ես դրան։ Հիմա այդ շատ կարևոր բան է, այդ հավատը, վստահությունը։ Ես հասկանում եմ, որ հավատի ու վստահության կորուստ ունենք մենք։ Շատ լավ եմ հասկանում եւ դա մեծ գաղտնիք չի, հա։ Որտեղ մարդիկ իրենց ուժերի վրա չեն հավատում, վստահություն չկա վաղվա օրվա նկատմամբ։ Չեն հավատում, որ կարող են լավ կրթություն ստանալ Հայաստանում, չեն հավատում, որ լավ աշխատանք կունենան, չեն հավատում, որ այնքան աշխատավարձ ազնիվ ճանապարհով կարող են վաստակել, որ իրենց ընտանիքները արժանապատիվ ձևով պահեն։ Բայց ասում եմ, մենք պետք է հավատանք մեր ուժերին, որովհետև մենք իսկապես ես չեմ ասում մենք ամենախելացին ենք, լավն ենք, այդ բանը, դա բանը ուտոպիա է։ Ոչ խելացի ազգեր գոյություն չունեն։ Ու այն մարդիկ, որոնք կարծում են, որ այսինքն տվյալ դեպքում մենք, հա, որ մենք խելացի ազգ ենք, ես կարամ հակադրվում եմ, բա որ խելացի ենք, ինչի ենք այսօրին։ Մենք ունենք այլ մրցակցային առավելություններ։ Ամեն ազգ ինքը պետք է հստակ իմանա իր ազգային առավելությունները մրցակցային ինչում են։ Մեր մրցակցային առավելությունը նրանում չի, որ մենք աշխարհի ամենախելացի ազգերից մեկն ենք։ Օրինակ շատ հետաքրքիր կլներ այս աուդիտորիա մի քանի կարծիք լսեի ազգային մեր մրցակցային առավելություն, այսինքն
հատկանիշներ, որոնք բնորոշ են հայերին, որը կարելի է կապիտալիզացնել։ Խնդրեմ։ Դիմադրողականությունը։ Լավ։ Մշակույթը։ Հարուստ մշակույթը, իսկ բանը աղքատ մշակույթով մի քանի երկիր ասեք տենց։ Հա։ Գիտեք, բանը, անենց բան ասեցիք, որ հիմա ձեր հետ որ բանավիճ եմ, պետք է ասեմ իա։ Լավ էլի։ Հարմարողականությունը, ապրես դու։ Ամառությունը։ Լավ։ Ալարկոտությունը, ծուլությունը, բայց դա չես կարա կապիտալիզացնես առաջ գնալու։ Չէ, այդ լավ է, որ մենք գիտենք, որ տենց խնդիր ունենք այդ ալարկոտության, ծուլության։ Մի հատ դրա հետ կապված մի հատ փոքր անեկդոտ պատմեմ։ Ուրեմն չինացին ու հայաստանցին իրար հետ խոսում են, այս հայաստանցին ասում է, լսի, լսել եմ, որ չինացիները շատ աշխատասեր ժողովուրդ են։ Դու քանի ժամ ես օրական աշխատում, ասում է 12 ժամ։ Ո՞ս 12 ժամ, ես 12 ժամ ում համար ես աշխատում։ Ես ասում եմ 4 ժամ իմ համար։ Ընտանիք ունեմ, երեխաներ ունեմ։ 4 ժամ ընտանիքիս համար, 4 ժամ էլ իմ պետության, Չինաստանի համար։ Բա դու? Ես հայաստանցին։ Ես 4 ժամ եմ աշխատում։ Բա ոնց 4 ժամ, բա ում համար։ Լսի ասում եմ 4 ժամ իմ համար եմ աշխատում։ Ընտանիք չունեմ, երեխա չունեմ, Չինաստանի հերն էլ անիծած։ Նա ճիշտ է, մենք լավ է, որ մենք մեր թերությունների մասին գիտենք ու անեկդոտներ ենք պատմում, մենք մեզ նաև կարող ենք ծաղրել ինչ-որտեղ, բան, դա շատ լավ է։ Այն ազգը, որը մտածում է, որ ինքը թերություն չունի, անթերի է, դրանք ապագա չունեն։ Դրա համար եմ ասում, մենք հստակ պետք է իմանանք մեր մրցակցային առավելությունները որտեղ են։ Այ հարմարվողականությունը ասում։ Այո, մենք կարողանում ենք հարմարվել, բայց այդտեղ մի հատ բացասական բան էլ կա։ Հարմարվում ենք նաև անարդարություններին, շատ արագ։ Բայց տեսեք, մեր ոլորտում, չէ՞, հիմա ասեցիք ձեր ոլորտը մի քիչ ուրիշ է, բան եւ այլ։ Մեր ոլորտում էլ, քանի որ տեխնոլոգիաները շատ արագ փոխվում են, շատ արագ են փոխվում։ Այն շենքում, որ մենք ենք հիմա գործում, այդ շենքը խորհրդային տարիներին տրանզիստոր գործարանի շենքն է եղել, որտեղ չիպեր են արտադրել, միկրոսխեմաներ եւ մի սանտիմետր քառակուսի այդ միկրոսխեմայում մի 3-4 ֆիզիկական տարեր կային, տրանզիստորներ, ռեզիստորներ։ Հիմա մեր աշխատակիցները Synopsys-ի նախագծում են միկրոսխեմաներ, որտեղ այդ մի սանտիմետր համեմատության համար եմ ասում, ինչքան տես ֆիզիկական տարեր կլինեն, նախագծում են մերոնք։ Մի հատ ուզում եմ ձեր երևակայություն, բան, մի հատ թվեր ասեք, ինչքան։ 1 միլիարդ 1 միլիոն 10 միլիոն բայց բանը շատ լավատես եք 100,000 լավ 60 միլիարդ այսօր եմ ճշտել վերջի թվերը դուք պատկերացնում եք ինչ առաջընթաց է Եվ դրա համար մեր ինժեներները պետքա շատ արագ այս նոր տեխնոլոգիաներին հարմարվեն։ Շատ փոխվում է անընդհատ այդ ֆլոուները փոխվում են եւ այլն։ Եվ օտարները իրանք են ասում, որ շատ հայ ինժեներները շատ արագ են, իրանք փոխվում, հարմարվում են։ Օրինակ այդ նույն բանը չկա, ասենք նույն, չգիտեմ, նույն հնդիկի մոտ կամ մյուսի մոտ բան, հա, ասենք ման։ Մերոնք շատ արագ են դա անցալում, այսինքն հարմարվում են նոր իրավիճակներին։ Մեր Սփյուռքի պատմությունն էլ է, չէ՞, դրա մասին խոսում։ Մենք հարմարվում են շատ արագ, դրսում այդ եղած այդ տարբեր սոցիալական խմբերում, բան եւ այլն եւ այլն։ Եվ երկրորդը իմ կարծիքով դա մեր հետաքրքրասիրությունն է։ Հիմա կասեք ոնց, կան տենց ազգեր, որ հետաքրքրասեր չեն։ Երևի կան, օրինակ շատ վստահ եմ դուք շփվում եք նաեւ ձեր օտար երկրյա հասակակիցների հետ Ես կարող եմ ասել, որ շատ դեպքերում դա միակողմանի է շատ։ Վստահ եմ, մենք շատ շփումներ եմ ունեցել, կարողանում ես 2-3 թեմա, լավ տրակի 4 թեմա մարդու հետ քննարկես։ Հայերին օտարների կարծիքն էլ ասում է, այնքան դժվար է հայերի հետ մի սեղանի շուրջ նստել, նույնիսկ ասենք ճաշել բան։ Խոսում են ամեն ինչի մասին։ Այս Տրամպի հետ խիսենց եղավ։
Մխիթարյան 3 գոլ չխփեց, տղաները աղջիկի մասին, մյուսը ամեն ինչի մասին, սպորտից, քաղաքականությունից, բանից, բամբասում են ամեն ինչի մասին։ Հենց ուզում ես դու թեմայի մեջ մտնես հետները մի բան խոսած, իրանք արդեն 10-րդ թեման են բանում։ Այսինքն այդ հետարքրասիրությունը եւ հարմարվողականությունը հայերին շատ առանձնացնում է։ Հիմա ես չգիտեմ ոնց են կապիտալիզացնելու այս երկու բան։ Կամ ով է դա անելու, ով է կապիտալիզացնելու։ Ինչ կարծիք եք, ով դա ում ֆունկցիան է, ում դերն է։ Բոլորիս համաձայն եմ ձեր հետ։ Ես համաձայն չեմ, երբ որ ասում են դա պետության ֆունկցիան է։ Համաձայն չեմ, երբ ասում են, որ, չգիտեմ, կոնկրետ դպրոցի ֆունկցիան է, համալսարանի կամ գործատուի եւ այլն, բոլորի, իհարկե բոլորի։ Դե հիմա ոնց անենք, որ կապիտալիզացնենք այդ մեր ազգային մրցակցային առավելությունները բոլորին ներքաշելով այս process-ի մեջ, որ մեր ազգը մի քիչ ստեղծագործ լինի, ոչ թե նստեն բամբասեն, ծուլանան, այո, ծուլ ենք դառել, ինչի մասն է խոսքը։ Մենք գիտենք, ես որակյալ վարպետ չի մնացել այս երկրում։ Ընկերներիցս մեկն ասում է, մի քանի ամիս է, ասում է, մի հատ դետալ եմ, ման եմ տալի տարբեր տեղեր, ֆրեզերովկա պետք է արվի։ Չեմ կարող գտնեմ, ասում եմ, մի հատ տեղ, մի հատ խորհրդային միությունում ժամանակ տարբեր գործարաններում են մի հատ ամենափոքր այդ բան, կարող տարբեր ստանոկներ կա այնտեղ, առաջի ռազրյադ, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ։ Ես տունս վերանորոգում եմ արդեն 4 ամիս է։ Բանվոր գտնելը նույնիսկ, բանվոր, սևագործ բանվոր, որ մի բան պետք է տեղափոխի, խնդիր է, չի գալիս։ Պատրաստ է այդ օրը պարապ նստի բանի տակ, ծառի տակ, հա, բայց ասի երկիրն էլ երկիր չի, հա, երկիրն էլ երկիր չի ու բանան։ Լավ, ես մի քիչ երկարացրեցի այդ, ճիշտ ասած, ես կուզենայի, որ մենք շատ մտածենք այս բանով, հասկանանք մեր տեղը, մենք մեզանից ինչ ենք ներկայացնում, եւ հստակ գնահատական տանք մեզ, էլի, մեր թերացումները, բան, մենք շատ լավ գիտենք դա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Եվ ես զբաղվում եմ հոգեբանությամբ եւ ժամանակակից դիսցիպլինները փորձում եմ Հայաստանում տարածել, այսպես ասած, եւ այդ հարցերի լուծումներից մեկը այդ մեր մենքի թուլությունը եւ անդադ դինամիկ փոփոխող աշխարհին ադապտացվելու հենց ժամանակակից այդ դիսցիպլիներին ներգրավում է Հայաստանում եւ լուծումներից մեկը ձերպես խոշոր ընկերությունները, որոնք բավականին զարգացած կառավարման համակարգ ունեն, նաեւ հաղորդակցում են միջազգային հանրության հետ։ Շատ կարեւոր է այդպես այդ բոլոր արժեքները ներառել ընկերության ներսում, ոչ թե Հայաստանում ուղղակի թողես անել։ Եվ դուք կրթական համակարգում շեշտեցիք շատ կարևոր բացթողումների մասին, որ ներկայումս այսպես ասած հինը դուրս է եկել, նորը չկա եւ անդադ փոխվում է աշխարհը։ Ես կարծում եմ, որ բացի մասնագիտական որակներից դուք առնչվել եք նաեւ խնդրի հետ, որ անհրաժեշտ են անձնային որակների մարզում, որպեսզի տվյալ աշխատակից անձնակազմը լինի էֆեկտիվ։ Իր տեղում ոչ միայն ձեր ոլորտում, նաեւ դասախոսեք հավանաբար մյուս տեղում։ Գիտեմ, որ զարգացած երկրներում նաեւ բուհական մակարդակում ներառված են soft skills ծրագրեր, այդ հաղորդակցման, միջազգային հարաբերություններ, լիդերություն, ժամանակի կառավարում եւ այլն։ Դա մարզվող որակներ են ու հիմա շատ արդիական են, որովհետեւ մենք սովորել ենք, որ աշխարհը ստաբիլ է սովետական կրթական համակարգում։ Իրականում աշխարհը, այսպես ասած, բուկա տերմին կա, որ ոչ ստաբիլ, ոչ միանշանակ, բարդ եւ փոփոխվող է։ Դա է նորման, իսկ մենք սովորում ենք, որ չէ, ամեն ինչ ստաբիլ է, ամեն ինչ կա ու հանկարծ փոխվում է, մենք շոկի մեջ ենք։ Ու այդ ձեր ասած пассивությունը բանվորի, դա ստրեսի հանդեպ արձագանք է ուղղակի, պաշտպանական դեպրեսիվ, որ չի գործում, հանձնվել է։ Այդ զոհի հոգեբանությունից դուրս գալու համար, այդ հաղթողի անկոտրում, այդ որակը զարգացնելու, որը մեր բրենդերից մեկն է, որտեղ մենք ճգնաժամներ տեսած ազգ ենք։ Ու մենք ունենք պոտենցիալ հաղթահարելու ու հաղթող դուրս գալու, մենք սերունդ ենք հաղթողների, ովքեր գոյատևել են շատ ծանր պատմական ուղիում, բայց հիմա նույնպես շատ ծանր իրավիճակ է։ Մենք ուղղակի թերագնահատում ենք։ Եվ ես ինքս դիմում եմ բոլոր այդ ակտիվ ընկերություններին, որտեղ տեսնում եմ ռեսուրս, որ մասնակցեն ներգրավեն հոգեբանության եւ այդ soft skills եւ այլ ոչ ֆորմալ կրթական ժամանակակից, որոնք փորձված են զարգացած երկրներում այդ ամենը ներգրավելու համար։ Օրինակ դուք ինչ փորձ ունեք, ներգրավում եք արդյոք outsource անում եք ձեր անձնակազմին տվյալ մոտիվացիոն տրեյնինգներ եւ այլն կամ դուք մասնակցում եք բուհական ձեր այդպես ասած փորձը ինչպեսին է այդ առումով ձեր ընկերության եւ ձեր անձնական կարծիքը։ Շնորհակալություն, շատ լավ հարց եք բարձրացնում։ Միանգամից պատասխանեմ, որ ոչ։
որովհետև չէ, իմիջիայլոց շատ կարևոր հարց է սա, շատ կարևոր հարց է, որովհետև մենք ունենալով մրցակցային առավելություններ, մենք բավականին կոմպլեքսավորված հասարակություն ենք եւ կոմպլեքսավորված ազգ ենք։ Ունեցել ենք հաղթանակներ, ինչպես դուք նշեցիք, հա, հազարամյակների ընթացքում ունեցել ենք ձեռքբերումներ, կորուստներ, բայց ամեն դեպքում մենք ավելի շատ ձեռքբերում ենք ունեցել, որ այսօր կանք եւ աշխարհին ներկայանում ենք նաեւ որպես համաշխարհային ազգ, որը դեռ լրիվ չի գիտակցում, թե մեր առավելությունները ինչու են եւ մենք ուր ենք գնում, բայց դրա ժամանակն էլ կգա։ Ես կարծում եմ, որ հոգեբանների կարծիք ընկերություններում պարտադիր են եւ ոչ թե հոգեբան վարձենք, որ բոլոր գիտեք, հոգեբան եւ հոգեկան մեր մոտ նույնիսկ այդ մշակույթը չկա, որ մարդիկ նորմալ իրարից զատեն։ Դրա համար անհատական մոտեցումների առումով պետքա ես վստահ եմ, որ ընկերությունները պետք է շատ գրգռված լինեն եւ մոտիվացված լինեն նման մասնագետների ներգրավեն իրենց բուն աշխատանքում, բայց գաղտնիության սկզբունքով, որովհետեւ դեռ այդ մշակույթը մեր մոտ նորից եմ ասում չկա, այնպես որ շնորհակալություն կարծում եմ դրա կարիքը շատ կա։ Շնորհակալություն, վերջի հարցը։ Մի այսպիսի շարժ եմ նկատել, իմ տարիքի ուսանողները ավելի հակված են նորամուծությունների, ինչ որ նոր տեխնիկա սովորելու, թե կրթության հետ կապված, թե պրակտիկան անցնելու, իսկ դասախոսները ավելի պահպանողական են ու սիրում են, այսպես ասած, սովետից եկած նյութերը տալ, դա պահանջել, ուրիշ ինչ որ նորույթներ ուսանողներից չպահանջելով կամ նրանց Սովետին կապակ փաստորեն։ կներեք իհարկե։ Չնայած ունենք դասախոսներ, ովքեր ավելի ժամանակակից են մտածում ու ավելի տենդենսներին համապատասխան, ինչ եք կարծում, ավելի ճիշտ է դասախոսական կազմը փոխել, այն ավելի երիտասարդ դասնել, թե արդեն պատրաստ կադրերին, ովքեր ունեն տարիների փորձ, ուղարկել ինչ-որ դասընթացների, կազմակերպել ինչ-որ դասընթացներ, թեկուզ արտասահմանից եկած ավելի փորձառու դասախոսների հետ։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն։ Տեսեք, ես երբ որ խոսում էի դպրոցի մասին, այնտեղ ասեցի, չէ, որ մանուկները այսօր այդ ինտերնետի մեջ են եւ այդ գadgetները անընդհատ իրաց ձեռքում են եւ այդ ինֆորմացիայի շատ մեծ հոսքերի կրող են։ Եվ քիչ չեն դեպքերը, երբ որ գալիս են դասասենյակ եւ այդ ինֆորմացիայով փորձում են կիսվել իրենց դասատուի հետ եւ պարզվում է դասատուն դրանից գաղափար չունի ինքը։ Ինքը ժամանակ էլ չունի այդ ինֆորմացիան իմանալու կամ չիմանալու։ Այնպես որ ես կարծում եմ, որ այստեղ խնդիրը միայն նա չէ, որ դու դասախոսներին վերավորակավորես։ Ավելի շատ դասախոսը ինքը պետքա մոտիվացված լինի, որպեսզի ինքը անհարմար վիճակներում չլինի։ Եթե դասախոսը ինքը մոտիվացված չի իր վրա աշխատելով, որ իրան կարող են բազմապիսի հարցեր տալ, ու մասնագիտական ավելի շատ նկատի ունեմ, բայց միայն մասնագիտականը չի, գիտեք, այն դասախոսներն են ընդունված եւ սիրված ուսանողների կողմից, այն դասատուներն են սիրված աշակերտների կողմից, որոնք նորմալ խոսում են իր հետ, որոնց մեջ դիալոգ կա, այսինքն այդ ուսանողը ինքը հարց է տալիս եւ դասախոսը ոչ թե խուսափում է դրանից, այլ մի հատ էլ հետաքրքրվում է ոնց ես, ինչ խնդիրներ ունես եւ այլն։ Միայն հմտությունները չէ։ Եթե միայն հմտություններ ունենաս, բայց այդ մարդկային, որ այդ որակները չունենաս, էլի դու այն դասախոսը չես, որը պետք է այդ աուդիտորիայում։ Այսինքն այստեղ խնդիրը եւ անհատական է, եւ նաեւ ասեմ նաեւ ժամանակակից տեխնոլոգիաների առումով նաեւ համամարտկային է, որտեղ դու եթե մտնում ես լսարան, դու պետք է պատրաստել ես բոլոր այդ հարցերին պատասխանես։ Այնպես որ այստեղ բայց միևնույն ժամանակ հավի ձվի պատմությունն է, էլի ուսանողը ինքն էլ պետք է պատրաստ լինի լսարան մտնելուց։ Կարծում եմ, որ սա շատ կարևոր խնդիր եք բարձրացնում։
Ու հիմա իմ համար sense մի հատ մեծ հարցական կա, թե ինչի պակասն է, որ Հայաստանում 100 հոգու հարցած 100-ից 90-ը չի իմանա, որ մենք ունենք նման կամպանիա, ընդհանրապես Սինոպսիսը տենց լիքը գործեր է կատարում, մրցույթներ ՏՏ ոլորտի, ես օրինակ 15 տարեկան աղջիկ էի, Technovation մրցույթը ձեր հետ համագործակցում էր հաղթեցի ու այդ իմ համար sense լրիվ մի հատ նոր բացահայտում է։ Դուք այդ խմբի մեջ եք։ Այդ խմբի մեջ չէ, Հայաստանում հայկական փուլում հաղթեցի, բայց չհասանք դեպի Սիլիկոնյան հոբիտ, բայց այն որ ես իմացա այդ տարիքում այդպիսի հնարավորություններ կա, այդ իմ համար sense մեծ բաներ ու այդ ինչի պակասն է, որ դրա մասին իրականում շատ քիչ մարդիկ գիտեն։ Հիմա կներեք, էլի ես հակադարձեմ, քանի հոգի մարդ ստեղ նստած գիտի Technovision-ի մասին եւ ասեցին գնացին հաղթեցին, ով է լսել դրա մասին։ Տեսեք, երևի մի 3% է նստած մարդն։ Ես հարցը խնդրում եմ հարցը մինչև վերջ տվեք, ես Հա, նման շատ հնարավորություններ կա, եթե այդ կոնկրետ այդ մրցույթը մենակ աղջիկ երեխաների համար են ու պատկերացրեք հենց Սինոպսիսն է լիքը մրցույթներ լիքը հնարավորություններ է լինում, բայց դրանց մասին ես վստահ եմ, որ շատ քիչ մարդիկ գիտեն, այդ ինչի պակասն է, ու հենց Սինոպսիսի մասին էլ որ շատ քչերը գիտեն, այդ ինչի պակասն է, ու ոնց կարելի է լրացնել։ Տեսեք, եւ 17 տարի է Սինոպսիսը Հայաստանում է։ Մեզ փրկեց Թումոն։ Մինչև Թումոյի հայտնվելը Հայաստան եկող բոլոր պատվիրակությունները, նախագահներ, վարչապետներ, չգիտեմ, տարբեր նախարարներ մտցնում էին օրակարգի մեջ եւ խնդրում էին մեզ, որ ընդունենք, որ այդ հյուրերը բոլորը տեսնեն եւ դա լուսաբանվում էր շատ լուսաբանվում էր այ մեր PR մենեջերը Գայանեն Մարկոսյան էստեղ է, ինքն էլ կհաստատի եւ ասեմ որ խանգարում էին նաեւ մեր աշխատակիցներին, որտեղ մեր մոտ տենց open space-եր է, մարդիկ նստած եւ պատկերացնում եք անընդհատ պատվիրակությունները, որ գալիս են, անընդհատ հյուրեր, անընդհատ Սինոպսիսի մասին խոսում են, մարդիկ հա լսում են, բայց չգիտեն այս մարդիկ ինչով են զբաղված, լավ չեն պատկերացնում։ Թումոն մեզ փրկեց, երբ որ Թումոյի շենքը կառուցվեց, Թումոն ավելի հասկանալի է հյուրերի համար։ Մեր մոտ մարդկանց 2-3 ժամ բացատրում ես ինչով ենք զբաղվում, մի ամիս հետո էլի նորից նույն հարցերը տալիս է։ Ինչով եք զբաղվում։ Իսկ Թումոյում երեխաները նստած են, տենց նույնիսկ եթե չի մոտենում, տեսնում է այդքան երեխաներ, այդքան պայծառ աչքեր, բան եւ այլն, հա, պայմանները, բան արդեն ընկալելի է։ Դրանից հետո մենք ավելի պասիվացել ենք այդ առումով, ես դուք ճիշտ եք ասում, բայց դա մենք միտումնավոր ենք նաև արել, որովհետև չենք ուզում նաև անընդհատ, որ նշենք այն ամենի մասին, ինչ անում ենք, ենթադրելով, որ դրա մասին տեղյակ են։ Բայց տեսեք, ես հիմա ավարտում եմ խոսքս, պարոն Երիկյան, ես ներողություն եմ խնդրում, արդեն վերջի ժամանակն էլ է սպառվել։ Տեսեք, մի քանի տարի առաջ Technovision ծրագիրը աղջիկների աշակերտ բանը, աղջիկների 5 հոգանոց չէ, եթե չեմ սխալվում։ 3-ից 5։ Հա, 5 հոգանոց թիմերի մրցույթը, որը իրականացվում է Google-ում, Միացյալ Նահանգներում, Սիլիկոնային հովտում, Google-ի գլխավոր շտաբ կվարտիրայում այդ մրցույթն է իրականացվում, աղջիկների, այսինքն դրանք ստեղծում են վիրտուալ ստարտափներ, կոնկրետ իրանց առաջադրանք է տրվում Եվ իրանք այդ ծրագիրը գեներացնում են եւ մրցույթը։ Տարիներ առաջ որ թիվ 17 թե 17 թվին Google-ում այդ մրցույթին մասնակցում են 3000 մոտ 3000-ից ավել աղջիկների թիմեր աշխարհի մոտ 200 երկրներից։ Եվ ինչ եք կարծում, Հայաստանի Կոթի գյուղի միջնակարգ դպրոցի աղջիկների թիմը գնում է այդ մրցույթի մասնակցում ու հաղթում է։ Ու դրա մասին գիտեն այս աուդիտորիայում նստած, որ նայում եմ շատ տենց խելացի դեմքեր են, փայլոբաման, որ այտենց բան ասենք թե ուրիշները լեգենդներ են ստեղծում, չեղած տեղից, որ մենք էս ենք, են ենք եւ այլն, մենք նույնիսկ եղածը չենք կարող ներկայացնենք։ Հպարտանանք դրանով։ Իսկ ինչ տեղի ունեցավ, լավ։ Մի հատ բան էր, այս շատ կարևոր բան է։ Մարդ, որը Նարինեն, հա, Աբազյան, ինքը նախաձեռնեց, որ Հայաստանում տենց մրցույթ անցկացվի, որ հաղթողը գնա։ Ինքը իր ուժերով, ասենք, խնդրեց լավ Սինոպսիսը իրան օգնեց եւ էլի ինչ որ կազմակերպություններ եւ այս հոգացին այս երեխեքի ճանապարհը ծախսը Միացյալ Նահանգներ։
Ու այս երեխեքին մնում էր միայն շատ հեշտ բան, գնալ, հասնել Միացյալ Նահանգներ, Google-ում, մասնակցել ու հաղթել։ Այսինքն սա ինչ է նշանակում, որ եթե չլներ Նարինե Աբազյանը չնախաձեռներ, այս երեխեքը չէին էլ իմանա, որ իրանք ունակ են ինչ-որ մի բան հաղթելու։ Էդ էլ է մեր գենի կարևորագույն շատ դրսևորումը, էլի։ Շատ կարևոր է։ Տուր հնարավորություն մարդկանց։ Իսկ որ չես տալի հնարավորություն մարդը ոնց բացահայտվի։ Ինքը իր մեջ ոնց պետք է գտնի, որ այ ինքը կարող էր ամբողջ կյանքում չի նկարել, բայց հիմա որ մատիտը վերցնի, կսկսի նկարել։ Դու պետք է այդ հնարավորությունը տաս։ Եվ այդ հնարավորությունների երկիր, երբ որ մենք դառնանք ու տանք այդ հնարավորությունը, ինչքան հնարավոր է շատ մարդկանց, մեր աշակերտներին, ուսանողներին, տնային տնտեսուհիներին, գյուղացիներին սարեր շուռ կտան։ Նու ցավոք այդ հնարավորությունները չեն կարողանում տալ, այսքանը։